Տիկին Ֆարմյան, այսօր առավոտյան դուք հրապարակում եք արել, որը մեծ աժոտաժ էր առաջացրել ընդդիմադիր համայնքում, լրագրողների շրջանում, զգոնության կոչ էիք արել քաղաքացիներին, հրապարակման մեջ շեշտել էիք, որ առավոտից արդեն երկու քաղաքացի են դիմել փաստաբանների պալատ, կարծես Facebook-յան գրառումների, մեկնաբանությունների հետ կապված, ինչ է կատարվում, անսպասելի չեն կարծես այս ճնշումները, բայց նոր թափահավաքում է այս արշավը։ Յուրաքանչյուր 5 շաբթի փաստաբանների պալատը փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ իրականացնում է անվճար իրավաբանական խորհրդատվության օրեր։ Այլ կերպ դա կոչվում է իրավաբանական կլինիկա, փաստաբանական ակադեմիայի իրավաբանական կլինիկա։ Եվ բազմաթիվ քաղաքացիներ են գալիս իրենց իրավական խնդիրներով։ Այսօր ակնառու էր, որ ունեցանք երկու մեղադրյալ, որոնք մեկը նախաքննությունում էր գործել, մյուսը արդեն գնացել է դատաքննություն, եւ Նիկոլ Փաշինյանի վիդեոյի տակ, այսպես ասեմ, տեսանյութի տակ կոմենտ էին գրել։ Այդ կոմենտի շրջանակում արդեն քննություն էր իրականացվել եւ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմել էր դատախազին, դատախազն էլ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այդ անձի նկատմամբ։ Այստեղ իմ մատնանշումը ինչու է կարևոր, որ երկակի ստանդարտ է իրականացվում։ Եթե մենք արդարադատության տեսանկյունից ենք նայում, այո, ես ինքս եւ առհասարակ բոլոր ողջամիտ մարդիկ են բռնության սպառնալիքին, ֆիզիկական հաշվեհարդարին, վիրավորանքին, հայոյանքին, հրապարակային կլինի թե միջանձնային հարաբերություններում, բոլորս էլ դեմ ենք։ Դրան կողմարտ չի կարող լինել։ Այլ բան է, երբ որ հասարակական խոսույթը ձևավորվել է այդ մակարդակի վրա։ Իշխանության ամենաբարձր կարգավիճակով եւ իշխանության ներկայացուցիչները իրենք են այդ խոսքով խոսում։ Հենց Նիկոլ Փաշինյանը հայոյանք է գրում իր Facebook-յան էջում, կամ սպառնալիք է գրում, կամ արդարադատությանը միջամտելու ուղիղ հրահանգ է գրում, որ քաղաքացու իրավունքների սահմանափակման կարող է հանգեցնել։ Հետևաբար սովորական մարդիկ մտածում են, որ եթե դա կարելի է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, դա կարելի է իշխանության աջակիցներին, ինչու չի կարելի մեզ։ Այս է ամբողջ կոնցեպտը։ Բայց փաստորեն չի կարող հասարակ մահկանացու։ Հասարակ մահկանացուներին, եթե մենք իշխանության չաջակցող անձանց կոչում ենք հասարակ մահկանացուներ, իսկ իրենց աջակցողներին հատուկ մահկանացուներ, ապա այս եզրույթների տարբերությամբ իհարկե կարող ենք այդպիսի ձևակերպում անել։ Չէ, այս տիրույթում կարող ենք արձանագրել, որ այո, այդ հանցակազմերը գոյություն ունեն եւ դրանք կոնկրետ ոտնձգվող օբյեկտների պաշտպանության համար են նախատեսված եւ հասարակության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է կանխարգելվում, բայց եթե մի պարագայում վերցնենք այն ամենաթարմ դեպքը, երբ որ Նիկոլ Փաշինյանի աջակիցը կաթողիկոսին գլուխը քարով ջարդելու կոչ է անում, բռնության սպառնալիք է հնչեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ապա մեկ այլ քաղաքացու մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ այդ նույն բանը ինքը կարող է հնչեցնել ցանկացածի նկատմամբ։ Որովհետև այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման մասով ես որևէ տեղեկություն չունեմ։ Պարզ բան, օրինակ այն իշխանական բլոգեր Գնել Սարգսյանը, որը խուլիգանության, հանցակազմով ես հաղորդում էի ներկայացրել եւ իհարկե քննչականը եւ դատախազությունը նաեւ առաջադատության դատանը գտել էին, որ այդտեղ հանցակազմ չկա, հանցագործության դեպք չկա, բայց հետո արդեն դատարանի որոշման հիման վրա հնարավոր եղավ քրեական վարույթ նախաձեռնվել։ Հիմա ես վստահ եմ, որ հարցնեմ չկան բավարար գործողություններ այդ քրեական վարույթի շրջանակում։ Հիմա ես դիտմամբ չեմ հարցնում նախաքննության մարմնին, հարցում չեմ ուղարկում, թե որպես հաղորդում տվող անձ այդ քրեական վարույթը, որը նախաձեռնել եք, ինչ գործողություններ եք կատարել առերևույթ խուլիգանություն կատարած եկեղեցու բակում հայոյանք հնչեցրած անձի նկատմամբ։ Հանրային քրեական հետապնդման մասին ինֆո չունենք, բայց
Այս գործով, այս քաղաքացին, որ այսօր առավոտը արդեն դատարանում է, 2 ամսվա ընթացքում գործը վազելով գնացել է դատարան։ Տիկին Ֆարմյան, տեսեք, այ դուք ասացիք գործը դատարանում է։ Մենք համանման այլ դեպքերի մասին գիտենք նաև այլ գործերի, որոնք դատարանում են կամ ինչ-որ փուլում են, բայց քաղաքացիները կարծես վախենում են բարձրաձայնել, որ գուցե հույս ունենալով, որ չբարձրաձայնելու, չլուսաբանելու դեպքում կկարճվի գործը, պատիժը մեղմ կլինի։ Վերջին 2 տարիներին շատ դեպքերի ենք ականատես եղել, հա, այս կոնտեքստում քաղաքակտիվիստներ են կալանավորվել, տնային կալանքներ, թերթի խմբագիր 2 օր առաջ, կանայք, 5 երեխաների մայր 2 օր առաջ։ Ինչի մասին է խոսում այս կարծես վերջին օրերի ավելի ագրեսիվ վարքը այս մասով իշխանությունների։ Ցավալի է, որ նախկին լրագրողը լրագրողական հանրության նկատմամբ նման վերաբերմունք ունի, իհարկե Տիկին Աննե Օհանյանը վախեցողներից չի, մեզ արդեն ժամանակն ու իրավիճակը դրա հավաստումը տվել է, բայց մյուս տեսանկյունից շատ մտահոգիչ է, երբ որ հասարակական այս կարևորագույն ինստիտուտի նկատմամբ խոսքի ազատության բռնաճնշումներ են իրականացվում։ Եվ քաղաքացու վախերի մասով դա բնական է, այս ամեն ինչը ուղղված է մարդկանց մեջ վախ սերմանելու, ամեն քայլափոխի մենք հանցագործությունների մասին օր չկա, որ արթնանանք ու մի սպանություն, մի այսպես առանձնապես ծանր հանցագործություն գրեթե չլսենք։ Բայց փոխարեն ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները լծվեն այդ հանցագործությունների ամեն մեկը իր ֆունկցիայով, էլի, կանխարգելման, բացահայտման, իրավական պատշաճ ընթացակարգերով ուրեմն գործերի քննությանը, պատկերացրեք ինչքան պետական ռեսուրս է ծախսվում մտնել անձի սոցիալական էջը, այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել եւ ասենք հայտնաբերել 24 թվականի ինչ-որ գրառում, 25 թվականի սկզբներին ինչ-որ արված կոմենտ, պատկերացնում եք, այսինքն եթե պիտի կոմենտի համար դատվեն մարդիկ, ենթադրաբար բռնության սպառնալ, չնայած այդ քաղաքացիները իրենց մեղքը չեն ընդունում, ասում են մենք չգիտենք, հա, այդ կոմենտները որտեղից է գոյացել, սա ուղղակի իգիտություն, հա, որ իրենք մեղքը չեն ընդունում։ Մյուս տեսանկյունից, եթե պիտի կոմենտի համար դատվեն, այդ ինչու պիտի լինեն ընդդիմադիր հատվածի աջակիցները։ Ինչ տրամաբանությամբ պիտի մենք այդ հարային տարանջատումը ունենանք մեր հասարակության մեջ, ովքեր ի աջակցություն իշխանության են գրում դրա վերաբերյալ նույնիսկ իշխանական սատելիտները ու իշխանամերձ բլոգերները սկսում են մարդու կարծիք է, մարդու մենթալիտետ է, այ կոնկրետ այդ Գաթողիկոսի նկատմամբ բռնության սպառնալիքի դեպքով, հա, սկսեցին մեկնաբանել, որ մարդը իր հույզերն է արտահայտել, մարդը իր հոգեկերտվածքը ունի, խոսույթի ձևը ունի, այսինքն այդ բոլոր արտոնություններից, որոնք ուղենշում են խոսքի ազատությունը, կարող է օգտվել միայն իշխանամերձ աջակիցը։ Այդ տեսեք 2-3 օր առաջ 5 երեխաների մայր, անչափահաս երեխաների մայր ձերբակալեցին, հետո բաց թողեցին, տնային կալանք, այդ մարդն իր հույզերն էր արտահայտել, չէ՞։ Իհարկե, անձը կարող է իր հույզերը արտահայտել եւ արտահայտել էր 1-2 տարվա վաղեմությամբ, եւ մանավանդ նայելով, որ հա արցախցիները ինչ հոգեվիճակում են, հայրենազրկված, ունեզրկված, մարդիկ կան, որոնք եկել են Հայաստան ու իրենք այս իրականության մեջ իրենց չեն գտնում։ Պատկերացրեք 5 երեխայի մայր, ես այդ կնոջը չեմ ճանաչում, բայց սատարում եմ հոգեպես, որ ինչ վատ հոգեվիճակում եղած կլինի ու ասենք թե ինչ պիտի գրած լինի այդ անօգնական կինը, որ այդպես քրեական վարույթ նախաձեռնելու ու ձերբակալելու, հա, պարտադիր այսպես հարկադրանքի միջոցով ցուցադրում են վախի մթնոլորտ տարածելու միջոց է, իշխանությունը այսպես իր ճաշակն է թելադրում խոսքի ազատության սահմանափակման տիրույթում իմ գնահատմամբ, քննչական մարմինն ու դատախազությունը էլ առաջի անգամ չի, որ ապացուցել են, որ իրենք այդ ցանկությունները սպասարկում են։ Այդ տեսեք Տիկին Ֆարմյան, դուք ասացիք, որ 5-շաբթի օրերը ընդունելություն եք անվճար կազմակերպում։ Մենք բազմիցս ականատես ենք եղել անցյալում, որ
տարբեր փաստաբաններ անհատ մակարդակով, տարբեր ձևաչափերով օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին։ Իսկ այս 5-շաբթի օրերի ձեր կոնսուլտացիաների մասով դրանցից զատ ինչ որ այլ մեխանիզմ կա մշակված փաստաբանների կամ փաստաբանների պալատի կողմից քաղաքացիներին աջակցության, ինչ որ շարունակական աջակցության։ Նայեք, գոյություն ունի կայուն աշխատող հանրային պաշտպանի գրասենյակը։ Մենք Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների հետ համատեղ մեր աջակցությունն ենք բերում այդ օրվան լրացուցիչ ուժեր ենք, այսպես ասած, կենտրոնացնում, որպեսզի անվճար իրավաբանական խորհրդատվության հնարավորությունից ավելի լայն շրջանակներ, ավելի շատ քաղաքացիներ օգտվեն։ Իսկ հանրային պաշտպանի գրասենյակում արդեն տարիներ շարունակ ամուր կառուցակարգեր են դրված մարդկանց խախտված իրավունքները պաշտպանելու համար։ Ինչ եք կարծում, լրագրողական համայնքը, փաստաբանական համայնքը, ընդդիմադիր համայնքը այս լուսաբանումների, բարձրաձայնումների արդյունքում ինչ որ հաջողության կհասնի, ինչ որ փուլում կկարողանան գոնե կանգնեցնել այս ճնշումների շղթան։ Չպայքարել չի կարելի։ Մենք եւ փաստաբանական հանրությունը եւ լրագրողական հանրությունը որպես ավելի այսպես ավելի աշխատող, ավելի մասնագիտացված մաս հասարակության եւ առհասարակ մեր հասարակության բոլոր այն ներկայացուցիչները, որոնք որ համակարծիք են, որ իշխանությունները ըստ էության քաղաքական հետապնդման իրենց ճիրանները տարածել են գրեթե բոլոր ոլորտների վրա, մենք բոլորս պետք է համախմբվենք, նախ մեր գիտակցության մեջ ամրագրենք, որ չպայքարել չի կարելի, մենք պետք է ամենօրյա ռեժիմով այս արատավոր երևույթների եւ այս արատավոր իշխանության գործողությունների դեմ պայքարենք, որովհետեւ երբ որ մենք թևաթափ լինենք, մեզ ուղղակի ոտնատակ կտան։ Ուղղակի մեզ կոչնչացնեն եւ որպես ինստիտուտ, եւ որպես հասարակություն, եւ առհասարակ որպես պետություն։ Դրա համար մենք պիտի աչալուրջ լինենք եւ բոլորս իրար հետ, ես նախ լրագրողական հանրությանը շնորհակալություն եմ հայտնում, որտեվ փաստաբանների հետ շատ արդյունավետ համագործակցությունով երկու կարևոր հասարակական ինստիտուտներ մեծ պայքարի առաջամարտիկն են, շատերը եւ այստեղ մենք մի բանաձև ունենք՝ չդադարել պայքարել հակաիրավականության եւ ապօրինությունների դեմ։